Կրթությունը վերարտադրում է մշակույթը նոր սերնդի մեջ։ Ոնց որ կրթության մարդիկ իրենց մշակույթը փոխանցում են նոր սերնդի, ինչ որ առումով, չէ՞, ձևավորում են։ Այդ մշակույթը կարող է լինել հակաարդյունավետ։ Լավ կրթությունը կարող է ոչնչացնել երկիրը, եթե ինքը սխալ մշակույթ փոխանցի։ Այնպես որ ուզում ասեմ, կրթության դերը ինքը մարդակերտման մեջ է։ Մարդ արարածը առանց կրթության մարդ չի։ Ընդ որում հենց այն կրթության, որի մասին Սերոպն էր խոսում, լայն առումով կրթության։ Դաստիարակություն, շփում հասարակության մեջ, որոշակի կանոնների ենթարկվելու կարողություն, քո սեփական զգացմունքները կառավարելու կարողություն, այդ ամենը կրթություն է։ Հիմա պետական կամ ֆորմալ կրթական համակարգը այդ կրթության մի կարևոր բաղադրիչն է ծածկում, որը ժամանակակից մարդուն ձևավորելու պահանջ է, որը առանց դրա չի լինի։ Որտեվ բացի զուտ այդ մարդ, էակ, տեսակ, ճիշտ շփվող, ճիշտ խոսացող, մտածող բան, այդ ամենը, որ կարող է ընտանիքում շփման միջոցով ինչ որ գրքեր կարդալու դեսից դես միջոցով լինի, ու նաև որ համակարգային որոշակի շերտ դնես մարդու մեջ, որ ինքը մտնի այսօրվա հասարակություն բարդ, որը նաև պիտի տիրապետի բարդ գործիքների, պիտի կարողանա այդ գործիքները իրար բարդ տեխնոլոգիական հասարակություն ունենք։ Եվ այդ շեմը մուտքի բավականին բարձր է դրված եւ ամեն երեխան մենք պետք է հասցնենք որ ինքը մտնի եւ արդյունավետ լինի։ Դա անհրաժեշտ, բայց բավարար պահանջ չէ զարգացման համար։ Մոսկով, եթե նրանով որ դու շատ ավելի շատ պատրաստ ես երիտասարդներին հասարակության մեջ ապրելու, դու դեռ չես ապավոյ այդ հասարակությունը արդյունավետ զարգանա։ Այնտեղ կարող է շատ ավելի կարևոր լինի, ասենք, նախ ձեռնողականությունը, որովհետեւ մշակութային երևույթ է։ Կամ դրանից առաջ պատերազմ ունենալը, որը այնպես է վախեցնում, որ դու փոխվում ես առաջ, որ ամեն գնով մի բանի հասնես ու հասնում ես։ Այդ հանգամանքները տնտեսական զարգացման մեջ կարող է շատ ավելի մեծ դեր կատարեն, բայց ամեն դեպքում, եթե դու այդ կրթական մինիմալ ցենզը, որը անհրաժեշտ է այսօրական հասարակություն ունենալու չապահովես, ասենք, ինչպես օրինակ Աֆրիկայի որոշ երկրներում է, օրինակ Նամիբիայում փաստացի չկա անվճար պետական կրթություն։ Բացակայում է ամբողջ կրթությունը մասնավոր է շատ երեխաներ ընդհանրապես ներգրավված կրթության մեջ դու ինչքան էլ ուզենաս այդ երկիրը արդեն չես կարողանա զարգացնես այսօրվա աշխարհում ուղղակի ամեն առանձին անձ այդ երկրում եւ այդ տնտեսական ուժի մի մեծ մասը ի վիճակի չեն լինի մասնակցել այսօրվա աշխարհում աշխատանքի բաշխման համակարգին դուրս կմնան դրանից կլինեն անգործ գործազուրկ լայն իմաստով աշխարհում դա արդեն այդ սանիտարական նորմն է իմ պատկերացմամբ մենք իսկապես չպետք է շատ հույսը դրած լինենք համակարգի վրա։ Մենք պետք է ապավենք, որ համակարգային առումով մենք ունենանք բավարար մակարդակ, որպեսզի շանս ամեն երեխան ունենա շանս մասնակցելու արդյունավետ տնտեսության, բայց տնտեսության զարգացման գործոնը դրված է տաղանդավոր մարդկանց, եզակի հաջողությունների, իրավիճակների եւ շատ բաների կախվածության մեջ չես կարող դա ապահովել զուտ կրթության հաշվին, ասենք, ասես, տնենք կրթություն զարգացնենք ու կունենանք զարգացող միագիծ կախվածություն չկա։ Իհարկե չկա։ Ավելին կասեմ, ինչքան ավելի լավ կրթություն ունենաս չզարգացող տնտեսության մեջ, այնքան ավելի արտահոսք ունենաս ուղեղների։ Մարդիկ գնան այլ երկրներ, որոնք ունեն, այո, դու նես արտահանող երկիր։ Այո, ու այդ առումով պետք է շատ զգուշ լինես, որ գիտակցես, թե նաև Երբ որ դու խոսում ես կրթության զարգացման մասին, դու ինչի մասն ես խոսում, ինչ է քո կրթության զարգացումը, դու ինչ նպատակներ ես դնում քո առջև, ու իրականում տարբեր երկրներ տարբեր նպատակներ են դնում։ Օրինակ, երկրներ կան, որ առաջնահերթ են ցամար, որպեսզի կրթությունը ձևավորի ինքնության հստակ զգացողություն, որովհետև իրենց համար դա է մարտահրավերը, իրենց պետք է ամուր ինքնություն։ Իսկ երկրներ կան, որոնք ասում են, չէ, մեզ համար կրթությունը առաջնահերթորեն դա մարդկանց մեկը մյուսի հետ գործ ունենալու, առնչվելու կարողություն զարգացնելու, որտեղ մենք բազմա ազգ ունենք Ռուսաստանը։ Իրանց համար երկու բան կա, բաղադրիչ կա կրթության մեջ։ Իրենք ուզում են օլիմպիական համակարգ, սպորտային համակարգ, տաղանդների համար, որ իրենք պետք է ապավեն տնտեսության զարգացում, տեխնոլոգիաների զարգացում եւ երկրի պաշտպանություն եւ բազմակողմանիություն կրթության, որպեսզի այնտեղ ապրող բազմաթիվ ազգերը կարողանան այդ լեզու գտնեն, իրար հասկանան եւ այլն։ Այդ արդեն պետության բնույթից է։ Հա, ուզում ասեմ, շատ տարբեր են զարգացման ուղիները։ Ու երբ որ բոլորս գալիս ենք համադրում ենք Պիզայի արդյունքների հետ, ասում ենք դա է կրթության զարգացման չափանիշը, այդտեղ լիքը սուտ կա, էլի, այդպես չի։ Շատ ավելի բազմակողմանի հարց է։